Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի գործը նոր հարցերի առաջ է կանգնեցրել իրավապահ համակարգին։ Խնդիրը միայն այն չէ, որ վարորդական իրավունքից զրկված Կոնջորյանը կրկին մեքենա է վարել ու կանգնել դատարանի առաջ։ Խնդիրն այն է, որ նախկինում դատապարտված Ավետ Կոնջորյանի քրեական վարույթում հայտնվել է դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ինչն էլ թույլ է տվել գործը հանգուցալուծել ավելի մեղմ տարբերակով, համաձայնությամբ տուգանքով։ Հիշեցնենք, Ժողովուրդ օրաթերթը փետրվարի 19-ին գրել էր, որ Ավետ Կոնջորյանը 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը վարորդական իրավունքից զրկված լինելով նույն տարվա հոկտեմբերի 15-ին Աբովյանում կրկին մեքենա է վարել եւ կանգնեցվել պարեկների կողմից։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ նշանակել 375,000 դրամ տուգանք 1 տարվա ընթացքում վճարելու իրավունքով։ Սակայն երեկ հրապարակեց առավել ուշագրավ հանգամանք։ Ավետ Կոնջորյանը դեռ 2010 թվականին դատապարտված է եղել, բայց նոր գործի նյութերում հայտնվել է տեղեկանք, ըստ որին նա դատվածություն չունի։ Հենց այս հանգամանքն էլ հնարավորություն է տվել կիրառել համաձայնությամբ տուգանք կարգավորումը, որը վերաբերվում է առաջին անգամ հանցանք կատարած անձանց։ Ամենասկանդալայինը պետական մարմինների հակասական պատասխաններն են։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պնդում է, թե նման տեղեկանք քննչական կոմիտեն չի տվել, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է, որ այն ստացել է հենց ՆԳՆ համակարգից։ Այսպիսով գլխավոր հարցը մնում է օդում. ով է Ավետ Կոնջորյանի գործի նյութերում ներառել այդ տեղեկանքը եւ արդյոք այն չի ծառայել իշխանական падգամավոր եղբորը ավելի խիստ պատասխանատվությունից զրկելու, ազատելու համար, օգտագործելով ՔՊ խմբակցության ղեկավարի դիրքը։ Հիշեցնենք, Հայկ Կոնջորյանը նաև առանձնատան թեմայով հայտնվեց սկանդալի մեջ, երբ հետաքննողները պարզեցին, որ առինջի առանձնատան 1 քառակուսի մետրի համար Կոնջորյանը 300,000 դրամ էր վճարել, մինչդեռ շուկայականում նման գին գոյություն չունի։ Նոր թաղամասում տներ են գնել նաև Հայկ Կոնջորյանի մայրը եւ քույրը։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, կոռուպցիան եւ հովանավորչությունը հոպոզով պոչով չի լինում։